Ողջույն, այսօր խոսելու ենք ռոք երաժշտության մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք լեգենդար Այաս ռոք խմբի հիմնադիր Արթուր Միտինյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Միտինյան, Այասը հիմնադրել եք 1986 թվականին, ինչպիսի մթնոլորտ էր այդ ժամանակ եւ ինչպես հանդգնեցիք ստեղծել ռոք խումբ։ Ես ստել եմ 80 թվականներին, իմ առաջին խումբը կոչվում էր Էլիպս, բայց սա այն Էլիպսը չի, որ բոլորը գիտեն 86 թվականին։ Հետո ասպարեզում էր աշխատում 83-ից մինչև 86-ը։ Հետո 86-ում ստեղծել եմ Այաս եւ մինչև հիմա ոչմ աշխատում եմ նրանց հետ։ Այն ժամանակը մի քիչ ուրիշ էր, որովհետեւ շատ խմբեր կային, շատ ոճեր կային, մարդիկ գում են ազատություն, դրա համար մեր մոտ կարելի ասել շատ մեծ շարժում էր ժամանակ։ Եվ ինձ շատ են հարցնում, ինչու ես օգտագործում հայկական երաժշտությունը, ասել եմ առաջի հերթում իսկական երաժիշտը պիտի օգտագործի այն երաժշտությունը, որը իր հարազատ է, անպայման, որովհետև ճանաչված խմբեր որ կային, մենք մի անգամից զգում ենք սա անգլիական է, սա ֆրանսիական է, սա հունական է, դա շատ կարևոր է։ Եթե դու նվագում ես ուրիշ ոճով, ասենք թե հայկական խումբը նվագում է շատ հոյակա, բայց ամերիկյան ոճով ինքը հետաքրքիր խումբ չի արդեն։ Եվ մանավանդ մեր երաժշտությունը հայկական ինքը շատ հարուստ է։ Ես շատ եմ պատմել դրա մասին, որ հայերը ունեն սեփական լադեր, որոնք կոչվում են տետրախորդ։ Դե սա մի քիչ երկար պատմություն է, եթե պատմեմ նշանակում տետրախորդ, սա կլինի ուրեմն լեկցիա էլի երաժշտագետների համար։ Բայց այս մեր ուժն է, որովհետև շատ հարուստ է այն դեպքում, որ 3 մասա հայկական երաժշտությունը գիտվում ուսանական երգ, ժողովրդական երգ եւ եկեղեցական երաժշտություն։ Եվ լյուբոյ այս շարժումը որ վերցնեք, կարաք շատ հետաքրքիր գործեր ստեղծեք։ Սինտեզ, կոմբինացիա, որ անում է կոմբինիրման, կարծեմ հիմա կեսը ուսանական, կեսը ժողովրդական արդեն հետաքրքիր է։ Եվ մինչև հիմա մենք աշխատում ենք այս ոճով եւ արտասահմանում այս ոճը կոչվում է օրիենտալ։ 88 թվականին գերմանական պրեսան մեր մասին գրել է, որ մենք ոչմ լավագույն տասատ խումբ կար, սովետական խումբ, մենք մտել ենք դե լավագույն խումբ, որպես մեկ էլ ապարև է, ես մինչև մայր ունեմ ես պրեսան, դե ինչ ասեմ, մինչև մա աշխատում ենք և լավ ենք գում, որտև շատ կարևոր է երեջքան համար, որ ինքը իր գործով ատբաղում, հարազատ գործով, ուժ աստանում, ուրիշին ուժ ատալից և լավ ատվում։ Այդ ժամանակ ընդունված չի եղել ռոք ժանրը։ Մեր մոտ չէր ընդունված, որովհետև ես իջում եմ ես սովորում էի կոնսերվատորիա եւ ասպարեզի այն ժամանակ ասպարեզի ես ասպարեզի գործերը նոտաներ եմ գրել պարտիտուրը եւ քննության ժամանակ հանձնել եմ եւ տատա 3 լավորել է 3 տատա եւ դա իջում եմ այս կոմպոզիտորը շատ հայտնի կոմպոզիտորը իր անունը չեմ ասի առաջի գործերից հետո ինքը տես մեր կացավ ու մեր պախտերի անպրնին, ինքը յումորով էր, այդ խճանացված կոմպոզիտոր չեմ ատի իր անունը ոչմ, և որպես սետ երկևոնիտ են շատ են մի քիչ տխուր ձայներ են, բոլորը լսում են, հետո ոնց գիտարը ձայնը հնչեք, կողքի կոմպոզիտորը վայ աման, ես ինչ հակատարվում, այդ են, դրա համար շատ հետաքրքիր է ժամանակ, չեն ընդունում, բայց հիմա արդեն ասում են բաղում, ռոկը 40 տարի բոլորը լսում են և մի բան էլ պատմեմ, մեկ որ մասնակցել ենք հեծանվայրապարակի փառատոնում, ընդամենը մի քանի խումբ մենակ կոչվում են ռոք, որովհետև չեն գա, ասում են պիա, ֆոլք, բայց ռոք խումբ չեն ասում, ոչ բախում են, պրոբլեմներ կային, շատ պրոբլեմներ, մենք շատ ենք մասնակցել այդ պրոբլեմների մեջ։ Ձեր խմբին շատ են քննադատել, պատճառը երաժշտությունն էր, թե անձինք։ Ոնց ասեմ, երկուսն էլ կարելի ասել։ Երկու գծովից ոչմ կարելի ասել ընդունել են տենց։ Բայց հիմնականում ի՞նչն էին թիրախավորում։ Ես ասեմ, ուրեմն
հիմնական ուշադրություն դարձնում, որ մեր մոտ սկզբից մինչև արևելյան երաժշտությունն է օգտագործված, որովհետև շատ ճանաչված խմբեր կան, օրինակ Purple, Zeppelin, Sabbath, նրանց օգտագործում են արևելյան, բայց նրանց մոտ կտորներ են, ոչ սկզբից մինչև լադել են։ Մերը ուրիշ է, մենք սկզբից մինչև մեր մոտ չկա եվրոպեիստի գամմա, մեր մոտ մենակ տետրախորդներ են։ Եվ Ռուսաստանում դա մեկը ինչ-որ գրել է, ասում է, որ 5 հատ խումբ աշխարհում, որ նվագում են օրիենտալ, եւ մենք այնտեղ կանք։ Եվ եթե օրինակ կմտնեք Վիկիպեդիան, այնտեղ օրիենտալ երաժշտություն գրած է, որ Այասը մասնակցում է այս շարժումների մեջ, եւ մի հատ խումբ կա իսրայելական, Orphan Land, ասել են, որ նրանց առաջին են ստեղծել 91, բայց այնտեղ էլ գրած է, բայց 87 թվականում Այասը արդեն ուներ գործեր այդպես ոճով։ Դրա համար շատ հետաքրքիր է, որովհետեւ տարբեր կարծիք են մարդիկ չեն հասկանում ինչա ոնց է կատարում, ինչ ուզում ես գրում են, մեր մասին շատ բան գրել են, որ вообще մա չեմ դառնում ասեմ, մեր հետ կապ չունեն։ Բայց դա նշանակում է, если երևի տենց, որ ասում ժողովրդի պրեսը էլի մեր մասին, իսկ ոչինչ։ Իսկ խմբի անունը ինչպես եք որոշել։ Խմբի անունը իմ ընկերն եմ, շատ մոտիկ մարդ է, Լև Օգանեսյան, որը իմ հետ աշխատել է թատրոնում, մի ռեժիսորը, ինքը իմ աշպրիցայում է։ Ինքը ասեց, արի Այաս դնենք, այն ժամանակ դուք գիտեք Գիլիկիա խումբը կար, նրանց ստեղծել են 85 թվին։ Եվ ինքը նրանց մոտիկ էր, ասում է, այս անունը վերցեք, Այաս։ Դրա համար մենք Գիլիկիայի հետ մի տարի ենք տարբերում, մի տարից հետո մենք ստեղծել ենք, Այասը գիտեք նավ է, հայկական նավ է։ Շատ են քննադատել թե ձեր երգերի գաղափարախոսությունը, թե նաև բեմադրությունը։ Այդ ժամանակ երիտասարդ եք, չեք ըմբոստանում։ Չէ, абսոլյուտ չի եղել այդ խնդրեմ։ Իսկ եղել է, որ համերգի ժամանակ կարծեմ վարագույր են իջեցել, դա որ երգի ժամանակի կատարվել։ Եղել է 85 թվին, ուրեմն մենք ասպարեզ հետ ենք աշխատում այն ժամանակ եւ մի հատ գործ կար, կոչվում է Ձերն ու նավ եւ 9-րդ դարի բանաստեղծներ այնտեղ Արարիչ էր Արարիչ էր բառը եւ չեմ ասել մի հատ կամսամոլ մի հատ մարդ եկավ ինք ասում է այս գործը պիտի հանեք որովհետեւ մենակ այդ բառի համար Արարիչ պիտի հանեք դե իհարկե ասեցի չէ մենք մեկը նվագել ենք եւ Ստանիսլավսկի անվան թատրոնում մենք ելույթ ենք ունեցել 85 թվին եւ այս գործը մտածա մի անգամին վարակուրը փակվեց դե մենք արդեն պատմում ենք որ մեծ բան կլինի բայց բան չի եղավ տենց էլ վերջացավ ես մենակ այս մի բառի համար երաժշտական այն սաներ հնչյունների արդեն շատ խոստացում կար այն ժամանակ Այսինքն Աստված բառը մեծ դեր է խաղացել Աստված էր էլի Մենակ մի բառի համար, դե հիմա շատ չեմ կարող խորանալ, մեր մոտ, որովհետև դա երկար պատմություն է, բայց մեր մոտ Հայաստանում մի քիչ ուրիշ էր վերաբերմունքը, օրինակ Ռուսաստանում ես մի հատ ընկեր ունեմ, ինքը Բիբլիայից, որ տպել է 2-3 էջ, իրան նստել են 3 տարով, մենակ տպել է, ուզում եմ ասեմ, որ մեր մոտ ավելի մի քիչ հանգիստ էր այդ պայմաններում մեզ մոտ փառք էր, մենակ վարակույրն են իջեցրել Այսքան ովքեր էին ներկա համերգին, որ հրահանգեցին իջեցնել վարակույրները Այս կամսամոլից, այն ժամանակը տեկա բան մեր մոտ կար Ետ ալգոմներ եմ իրան այդ մարդը միշում, բայց իհարկե չեմ ասնի, որովհետև այդ մարդը արդեն սաղ չի, բայց դրա մեջ չի, դա ինքն են մեղավոր չի, որովհետև իր գործ էր անում Բայց իհարկե կամսամոլից 100% մի անգամ դրա կանչել են, ասել են ինչի մասն եք երգում Ես չգնացի իմ բացիտը գնաց, ասած մենք բանը վերցնում ենք Պարուս Սևակի բանաստեղծությունը Չարենթի վարեշի ուրեմն կարելի է խնդրեմ բան չունեք, բայց բան չկար Մեր բանաստեղծը Արաշի Պակիսյանն էր, ինձ շատ մոտիկ ընկերս է, որպես մարդ հոյակապ, ինքը գրել է օպերայի լիբրետոն եւ սաղ տեքստերի համար ինքն է գրել Այասի 88 թվին մեր մոտ Մագնիտ ալբոմ դուրս եկավ, որտեղ այն ժամանակ
կասետի վրա էր։ Երկինք եւ երկիր կոչվում էր եւ 2019 թվականում Շվեյցարիայում դիսկը ոչ թողել են Արսենի։ Դուք կարող եք ինտերնետում գտնեք, եթե այդ երկինք ու երկիր կարող եք լսել երկու հատ դաբլ դիսկա։ Նրանք դիսկերի մեջ մտել են սա մեր ձայնագրությունը 87 մինչև 92 թվականից։ Դուք նաև աշխարհում առաջին Beatles and Mist rock բալետի հեղինակն եք։ Ուրեմն 2005 թվականին ինձ հրավիրել են Սամարա, որովհետև նրանց մոտ շատ վատ վիճակ էր, կոմպոզիտորը մի հատ ինձ առաջ որ պիտի գրեր այս ժամանակ չէր կոչվում բալետ, կոչվում էր ռոք սիմֆոնիա։ Եվ ինքը չկարողացավ եւ պիտի նրանց պիտի պատասխան անեն մինիտրության փողերը ունգնացին եւ ես պիտի փրկեի այս վիճակը, բայց ասել եմ շատ լավ է կգրեմ, բայց սա կոչվում է ռոք բալետ։ Ատմադեխը բան չունի ասել ոչ։ Եվ մենք ես 5 ամսվա մեջ գրել եմ ռոք բալետ, ինքը մեր հաջողության անցավ Սամարայի թատրոնի, օպերայի բալետի թատրոնի, եղել է ներկայացում եղել է 31 մայիսին 2006 թվականին։ Եվ հիմա չեն կատարում, չնայած ռեպերտուարը մեջ մնացել է այս բալետը, որովհետև դե ինչ պրոբլեմներ են ստեղծել ռեժիսորի հետ, բայց նրանց չեն հրաժարվել, մինչև մեզ կա այդ բալետը։ Դուք կարող եք լսել ինտերնետում կա սա։ Դրանից հետո ձեզ համար դռներ չբացվեցին։ Բացվեցին իհարկե, որովհետև շատ ուշադրություն կար իմ գործերի մեջ, իմ մասն սել են հետաքրքրվել, գրում էին առաջարկում են դեպտեն տատվեց, որ ինձ հրավիրեցին ռոք օպերա գրել, որովհետև գիտեմ, որ արդեն ռոք բալետը գրել եմ, ուրեմն ինչ-որ մի բան հասկանում եմ ռոք օպերայի մեջ էլ։ Եվ այս ռոք օպերան մենք գրել ենք 2013 թվականին ցույց ենք աշխատել, ես եւ նա Նարդոսի տեխնոլոգիան։ Եվ 2014-ին ամսի 13-ին հունիսին պրեմիերա եղավ։ Այն ժամանակ թատրոնը կոչվում էր Էպսիդոն։ Այս թատրոնը հիմա Աբովյան թատրոնն է, եւ շատ տաղանդավոր Արմեն Սարգսյանը, ինքը ռեժիսորը, ինքը շատ արեց, որ այս բալետը այս օպերան դրվել է։ Մանավանդ մեր գումարը շատ է, 10,000 շատ քիչ է, $10,000 ընդամենը։ 8 հատ խվալից կար օպերայից եւ մեկ էլ թատրոնից, որոնք տածել են 20,000 դրամ ամեն մեկը, այս 8 ամսվա մեջ աշխատել է։ Դրամ? 20,000 դրամ ամեն մեկը տածել, բայց 8 ամիս օտիդո աշխատել են իմ տունը։ Մեր ժողովուրդը շատ տաղանդավոր է եւ նրանք շատ մարդիկ կան, որ ապրում են մենակ այս էներգիայով, թատրոնի, երաժշտությունի, դրա համար շատ մարդիկ կան, որ вообще կարան դերի կան աշխատեն մենակ որ կրակի մեջ մնան։ Ես նկատել եմ շատ։ Իսկ հիմա դուք կարողանում եք ռոք երաժշտությամբ գումար աշխատել։ Չէ, ոչ կարողանում եմ, դրա մասին չեմ մտածում, որովհետև իմ խմբի անդամները նրանք вообще առանց կոպեկի են բոլորը, միտը չեն աշխատում ռոքի մեջ, բայց օտիդո գալիս են աշխատում են, պարապում են, որովհետև իսկական ռոքերները նրանք նման են նարկոմանների, լավ, ոչ եմ Լավ իմաստով։ Հա, որովհետև դրանք չեն կարող ապրեն առանց ռոքի։ Ես էլ եմ բենց, օրինակ ես սաղոր որ աշխատում եմ, բոլոր գինում ինչ-որ փողեր եմ աշխատում, բայց ես չէ, ես պրոստը այս կրակի մեջ որ մտել եմ, արդեն չեմ կարող դուրս գամ, եւ իմ տղեկը իմ հետ որ նվագում են, նրանք նույն վիճակի մեջ որ, չնայած նրանք աշխատում են ուրիշ գործերով, որ փող աշխատում որ ապրեն, բայց երաժշտությունը ուղղակի գալիս են նվագում, որովհետև չեն կարող առանց երաժշտության։ Բայց դուք փող չեք աշխատում որ ապրեք։ Ես չէ, ես աշխատում եմ, ես դասեր եմ տալիս, գործեր եմ գրում, օնլայն, հիմնական օնլայն եմ ես աշխատում, դե երաժշտական գծով։ Ես շատ ուրախ եմ, որ ունեմ հնարավորություն, ես միշտ вообще աշխատել եմ մենակ իմ գործով։ Շատ մարդիկ կարան, որ չեն կարող ասեն, որ նրանք փող աշխատում են իրար գործերով, էլի, ես էլ իմ իրար գործերի մեջ եմ։ Դուք եւ Հայաստանի եւ Ռուսաստանի կոմպոզիտորների միության անդամ եք։ Ձեր ներուժը երկու երկրներում ամբողջությամբ օգտագործում են։ Հիմա խնդիրները շատ,
Մանավա Մոսկվայում, ես անցյալ մի вообще սախալուց իրար, ինձ առաջ նորմալ էր, հիմա ասում են դուք պիտի առաջի արդում գրվեք, պիտի գրվեք, պրակտիկա պիտի ունենաք Մոսկվայում, թադա պայմաններով, սա խառնված է իրար, տեկու դար մակվիչներն չեն հասկան միջակատարում, ռուսները չեն հասկան միջակատարում, որտեղ անընդհատ թադա օրենքներն են դուրս գալիս։ Դրա համար հիմա չեմ կարող ասեմ կոնկրետ ինչ է կատարում, իմ գործերը դնում են բան, ես աչքս չեմ տանում նրա վրա։ Ասացիք, որ խմբով շարունակում եք աշխատել, բայց ելույթներ ունենում եք։ Ելույթ մենք ունեցել ենք վերջին անգամ անցյալ տարի կամ նախանցյալ չեմ հիշում, մենք համարակիչ ենք դուրս գալիս, որտեղ սաղ ուժերը գտնում ենք զայնագրության վրա, մեր գործերը մի քիչ դժվար են, եւ մենք ուզում ենք որ լավ որակով ստանանք մեր գործերի ալբոմը, դրա համար ես այսօր ցույց կտամ վերջի մեր գործը եւ դուք կարող պատկերացնեք ինչքան դժվարություն է, որտեղ այնքան աշխատելը, զայնագրելը, հետո մաստերը, դա շատ ժամանակ է վերցնում։ Այսօր ռոք երաժշտությունը պահանջված է։ Այո, իհարկե։ Շատ, օրինակ ես կարամ ասեմ առաջի հերթում սա Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, հետո Գերմանիա, հետո նոր Ամերիկան։ Իր մնացած օրինակ Ռուսաստանում երբեք չի եղել տեն շարժում։ Դե ո՞նց է պահանջում, այնպես սա կողմերն են դիտեն ասեմ։ Թող չնեղանա, որտեղ շատ ես ունեմ ռուսական երաժշտների հետ կապեր, շատ մոտիկ եմ հայտնի կատարողների հետ, խմբերի հետ, բայց չեմ ասի, որ ինչ-որ հետաքրքիր բան է, մանավանդ այս սաղ լսում են արտասահմանին։ Դրա համար, որ ասենք պահանջենք չէ, մենակ արտասահմանն է շարժումը, իսկական հիմա։ Ռոք երաժշտությունը կարող ենք համարել պատանիների եւ երիտասարդների սիրելի ժանր ընդհանրապես։ Չեմ կարող, որովհետեւ ես ուրեմն ես պատմեմ դες իմ հեղինակային երեկո 2008 թվին ես ընդ ցույց ընտրել իմ գործերը եւ ընդ կային իհարկե այաս եւ հետո իրիկունը իմ ընկերուն զանգում ասում է Արտուր դու ամենամեծ ֆանատիկ ես ասեմ իմ մայրը 86 տարեկան ինքը շատ սիրահարվեց այս ռոքային ինձ մի կապաղած գործեր ծանր է շատ ես զարմանում եմ вообще բայց ինչ շատ գոհ եմ եւ շատ մարդիկ կան որ տարեկով արդեն 70-80 մեր լսում են դե մեր հարևանների մասին չեմ ասել որովհետեւ նրան չեն բողոքում 40 տարի արդեն որովհետեւ ռոքային էներգիայի մեջ եւ լավ են ընդունում իմ ներքևի հարևանն անգամ դեռ ասել իմ ընկերոջ ասում գիտես ինչ Սաշա ընկերոջ Սաշա ինքս տեսել եմ Արտուրն բանը դուրս դուրա գալիս այդ բաների չեմ ասում մենակ ջայլի Իսկ 80-ական թվականներին ինչ կարողացաք փոխել մարդկանց մտածողության մեջ, հիմա ինչ կուզեիք փոխել հենց երաժշտության միջոցով։ Ես ուրեմն շատ եմ սիրում բարերը, որ գենդելը, կոմպոզիտոր գենդելը հենդելը ասել, ինքը ասել, որ ես դժվար կլի, եթե իմ երաժշտությունը մենակ դուր կգա մարդուն։ Ես ուզում եմ, որ նրանք իմ երաժշտությունն հետո ստանան ուժ լավ մարդիկ դառնան։ Ես կարամ ասեմ մոտավորապես, եթե տենց մտածել, ես մտածում եմ, որ 80 թվականների ռոկը որ ստեղծել, մարդիկ արդեն ստեղծեցին ուրիշ վարիանտով հնչեր, ազատություն գտի, որտեղ դրանց առաջ սաղ փակ է։ Եվ միշտ հիմա ես ուզում եի մի ժամանակ եղա Ֆրանսիայի տեկան մարդիկ ինտերվյուերին ասում են, բայց դուք եք вообще նվագում հայկական, ասեցի ես ուզում եմ սա աշխարհին ցույց տալ, որ հայերը ռոկի մեջ են ուժեղ։ Եվ մանավանդ մեր ժամանակի մատենց վիճակը, որ մարդիկ պիտի հզոր լինեն։ Եվ ես կուզենայի, որ իմ երաժշտությունից հետո նրանք ավելի հզոր կլինեն, ավելի հավատան, հայկական, ոնց ասեմ, սվետլա բուդիշը ոնց ասեմ։ Պայծառ ապագա։ Ոչ իսկական հայ դառնան, ուժ կան եւ հավատան, որ ամեն ինչ լավ կլինի։ Մի քիչ պրիմիտիվ բառեր եմ խոսում, բայց էդի ազնիվ խոսքեր ունի։ Կան խնդիրներ, որոնց կուզեիք երաժշտության միջոցով անդրադառնալ։
հիմա չէ, առաջ ունեի, բայց հիմա մեր ժամանակ մի քիչ ուրիշ է, որտեղ կոմպյուտերը մարդը ուզնա եւ կարող աշխատի իր հետ, ինքը ամեն ինչ կարող անի, տուն ամեն ինչ կարող տեսնի, եթե երեշտը կգա ինքը կարող թույլ տա մոտավորապես ինչ երեշտությունը, առաջ օրինակ նվագախումբը պիտի կատարել ու մարդը հասկանա չէ, հիմա տունը կարող հասկանա, սիմֆոնիան դրանից մարդը հասկանա ինչ է դու ուզում անես, ինչ որակով է։ Տեխնիկապես պրոբլեմ չունենք համարյա։ Իսկ մարդկանց մտածողության վրա ազդելու առումով ինչ-որ խնդիրներ բարձրաձայն եք, փորձեք փոխվել է, դեպի լավ։ Եթե մենք նայենք, հիմա ուրիշ է ասում եւ դեպի լավ։ Ես ասեմ, ես որ մատպետ եկել եմ 2007 թվին եւ 2007 թվին ես տեղ եմ ապրում։ Եվ մատպայում ասում եմ, որ դե բան չկա, վատա վիճակը, մարդիկ, բայց եկել են նայում շատ նույնն է, մարդիկ ավելի հզոր են դարել, ավելի հետաքրքիր է կյանքը դարել, եւ ես շատ տաղանդավոր մարդիկ կան, որը շատ հոգով ուզում են աշխատեն։ Մեր մոտ միշտ են եղել է, եւ ես որ մատպայում եկել եմ, ես գիտեի, որ սա փրվել է, սա փախել են, որ արտասանում ոչ մի մարդիկ չմնացել, բայց կարող ասեմ, որ չէ, ավելի է դառնում, ինչքան դեպի առաջ է գնում, ավելի շատ մարդիկ կան, ջահելները, որ ուզում են աշխատեն, սովորեն, լավ բաներ շատ են տնում։ Իսկ հիմա որ թեմաներին եք ուշադրություն դարձնում, որ կուզեիք երգ դառնար։ Ես առաջ ասեմ, որ մեր մոտ մի քիչ երգ չի, մեր մոտ ավելի կոմպոզիտոր, որտեղ կան որտեղ 13 րոպե շուտով կարող է 13 ժամ կլիչեմ, հիմա հելը որ 13 րոպե է։ Ես չեմ մտածում մեր մասին, ուղղակի մի անգամ էլ միտքը ում գալիս է, մի անգամ դուրում եմ։ Եվ բավական դժվար է, որովհետև իմ երաժիշտները միշտ ասում են, դու պիտի պրոֆեսիոնալ կանչես, մենք արդեն չենք կարատեն, բայց ես ասում եմ, դուք ուղղակի պրոֆեսիոնալ եք, որ դա նվագում եք։ Երբ որ մենք որ ելույթ ենք ունեցել նվագախմբի հետ սիմֆոնիկ, հետո մի ամսից հետո ես հրավիրել եմ երաժիշտներին, իմ տունը գրեն թազա պարտիաներ, որ լավ որակով լինեն։ Եվ կանտրաբասը որ եկավ, կանտրաբասը ասում է, դե բասը բաներ է նվագում, սա հնարավոր չի նվագել։ Ասում եմ, հնարավոր է, ինքը կանտրաբասը պետ ասում է, ես ասում եմ, մայ թույս կտամ ոնտանգն, ախր չէ, ջասից հիմա պետք չի, ես կամած, մյուս որ եկավ պարտիվի շորով, սրտիչով և պարապներ ատեն, ոչմ ուզում եմ ասեմ, որ պրոֆեսիոնալ դժվար է, իր համար է դժվար, դրա համար ինտերնետին ասում եմ դուք, ոչմ եկերեք տրակի մեջ պիտի դուրս գա։ Ձեր խմբում նոր երիտասարդների չեք ընդունում։ Լինում է, օրինակ անցյալ տարի իմ ինգերոտ տղեն է մատնակտել, են տղեն Սրապյոն անունը լավ մարդ է, շատ լավ նկարիչ է և հոգով շատ մեծ մարդ է, ինքը 90 թվականին գալիս էր, ինքը մնում է Արարատում, ինքը ամեն փորձերի մեջ գալիս էր ամեն անգամ, այն ժամանակ որ թուրք էր, ոչ գազ չկար, բան չկար, ինքը մեր ուղղակի գալիս է մեզ լսում էր։ Եվ անցավ 30 տարի իր տղեր եկավ, ստեղ շարունակել հոր ոչմ ճամփեն։ Ինքը մատնեկտել է մի գործի մեջ, որը կոչվում է գլուխուրման, ինտերնետում կա շատ աղանոր ջահել տղա է, բայց ինքը գնացել է ուրիշ ոճան, Հենրի Դանիելյան։ Դե ինչ ասեմ, ես օրենք շատ ջահել են ծրտել եմ, ես էլ եք զարմանում, որ մի անգամ գալիս են և մտնում են այդ գործի մեջ, ես բան չեմ տալիս։ Հիշում եմ տարիներ առաջ երբ զրուցում էինք, դուք ասացիք, որ Տիգրան Մեծ օպերան եք հեղինակել, բայց ֆինանսներ չկային, հա, որպեսզի առաջ գնաք գործի։ Միշտ եմ ասում, օրինակ ես պատրաստ եմ, ես հիմա ֆինանսների համար ոչ է, ես փող աշխատում չէ, ուղղակի ֆինանսների համար որ մարդիկ փող ստանան, որտեղ ես շատ կատարողներ գիտեմ, որ վազալով կգան կմատնանքեն շատ են ես խոսրատել եմ նրանց հետ։ Բայց պիտի նրանց ինչ-որ աշխատավարձ տանան, հետո դեկարացիա, հետո նվագախումբ կանչել, մեծ գումար է պետք։ Իսկ ես այս օպերան կրելասել պատրաստ եմ մոտս։ 84 թվականում ես դրել եմ օպերա Տիգրան Երվանդյան և Աժահակ, Մովսես Խորենացի։ Եվ արդեն շատ բաներ կան, այն ժամանակ ուզում են դնել օպերան, իհարկե
ես ամեն ինչ անցել եմ, եկել եմ նվագել, սա դու եկա, բայց իհարկե չէր ելքում ֆինանսներ, դրա համար Տիգրանը մեծ երկուզն է կդնի, պատրաստ են, բայց ուղղակի պետք է սպոնսոր լինի անպայման։ Եվ եթե մեծ գումարը պետք, որովհետև այնտեղ շատ մարդիկ պիտի մասնակցեն, որտեղ ես եւ նաեւ վարիանտով $10,000 չի անցնի, եւ ներկայացում մենակ երկու անգամ եք անցել, պրեմիերան երկու անգամ, որտեղ միշտ մա չի անցել օպերան, անցել տարի ամենան թատրոնը վերականգնել, բայց թատրոնական վերստիա։ Բայց ինչու միայն Աբովյանի թատրոնը, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնն են եւ բազմաթիվ թատրոններ, այսինքն կապ չկա ձեր միջև։ Չէ, ունեմ կապ։ Ես օրինակ ամենը ինտրավիրել է այս օպերայի թատրոնական վերստիան, բայց այս օպերան որ դրել է 2.5 ժամ է այս օպերան, ես եւ նա։ Ընդհանրապես երկու ներկայացում է եղել, որովհետեւ պրոբլեմա ֆինանսների որը պիտի դուրս գա բեմ, աշխատավորական մարդիկ չեն տանը 20,000 դրամ 8 աշխատանքի։ Բայց օրինակ օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնում գիտեն, որ նման օպերա կա։ Եղել է, մի քանի անգամ ես թույլ եմ տվել, բայց էլի պրոբլեմներ են դեր, ֆինանսների, ասեցին հա մենք մեծ հաշվով կդնենք, բայց ֆինանս չունեի, բան չունեի, օրբենան այն ժամանակ ես իրան թույլ տվեցի։ Ուղղակի էստի սպեցիֆիչներ ժանրը, սպեցիֆիկայի, որտեղ պիտի ռոքնկու մասնակցի, ապարատուրա պիտի ունենա այնտեղ։ Ես օրինակ տունը ամեն ինչ ունեմ, բայց չի ելքում, որ դրա համար սեփական ապարատուրա պիտի ունենա թատրոնը, որտեղի դե իրաշքեն ես կարամ կանչեմ պրոբլեմ չի, հետո այդ օպերայում ինչ բալետեր կար։ Դրա համար մի քիչ դժվար է սա տեսել է, եթե դեն կարգապահություն կրնի երկաթյա, ինչ-որ բեք կարան կանենք, բայց հելա որ մինչև դալ է նույնտողությունը, որ գնացեն կուլտուրայի, մեզ հրավեր են Շվեցիա։ Նրանց ասեն մենք մեծ հաշվով դել պատեր կկանենք, բայց չունենք հնարավորություն հիմա վաբշե, դարը չգիտեմ ինչ է կատարում, մենք խոսատում կար։ Դա որ թվականին։ Էսի 2-3 տարի առաջ էր, մեզ հրավեր են Շվեցիա, դա հիմա էլ են հրավեր են Շվեցիա, մենք հրավերում են երկու պրոյեկտ, շատ հայտնի ֆիրման մեզ հրավերում է, ինձ ասեցին, եթե հրավերում է, որում փող պիտի վարկի, ասում եմ, տեն պայմանեն, լավ պայմանեն մեր համար, բայց ասերի չեն կարա, մենք պիտի մեր հայտնին գնանք էլ ապրենք, բայց նրանք չեն, լավ պայմանեն, բայց պատեր չկա, մենք չեն կարա մեր գումարը պետք է Հրավիրում են ռոք օպերաները ներկայացնելու համար։ Այստեղ հրավիրում են որպես շատ ճանաչված մարդ կա, հրավիրում են 2 դիտ թողնի այնտեղ։ Ամեն ինչ պատրաստ է, մենք այդ դիտքը թողնենք, դա շատ մեծ կայք կանի մեր համար։ Այդ օպերայի համար ես չեմ խոսում, որովհետև եղել է օրինակ Լիվերպուլում ուզում են իմ ռոք բալետը դնեին։ Ես դուք Գագիկ Սամանյան գիտեք։ Ինքն գրում ասում է Արտուր, ընցունել են քո բանը բալետը, տաչի կարանդաշի ասում է, արիք։ Ասում հա, ոչմ, բայց տենց տատվեց, ինքը սպասում է, ձեր բանը պիտի պատասխան տայ։ Հետո ասում է, ձեն չեն անում։ Ասում է, դե մի հատ դուզ անի, իմ հատ ինչ է։ Ասում է, դե Արմեն Սարգսյանն է, մեր պրեզիդենտ որ կար իշխվեք։ Ինքը է սա պիտի անի սա։ 25,000 ստերլինգ ինքը տվեց։ Դա չէր ելքում, բայց առաջկայել համար նորմալ։ Ինքը ստացվեց է կավտեին, ժամանակ դարավ պրեզիդենտ։ Դրա համար Լիվերպուլի պատմությունը ցենց պատմեց։ Դարձավ նախագահ ձեզ մոռացավ։ Դա ինքը ուրիշ գործերով ասեն բաղված, ինձ ասեցին չէ մի այդ հանդիպես ասես ասել, հիմա այս ռևոլյուցիա բավարշը սախանուտ իրան, հիմա դրա համար կամ ասում արի բարեդրտիկ։ Էլի կարող եք հիշեցնել, գնացել է։ Կարող է, բայց չգիտեմ, գիտեք, ինչ-որ ես գում եմ, որ չի ստատվի, ինչ-որ որ ատում նուտրինի գոլով գավարի չի բանանի, ուրիշ ճամփ է պիտի գտնենք։
Հիմա նոր նախագծերի ուղղությամբ աշխատում եք։ Դե ես շատ եմ աշխատում, ես օրինակ եկեղեցական երեխին գրում, հետո լարային պարտետի համար եմ գրում, վակատներ ունեմ, իհարկե Այասի հետ եմ աշխատում, դրա համար ես տարբեր ժանրով եմ աշխատում միանգամից։ Հիմա եթե ձեր երաժշտական ճանապարհը նորից սկսեիք, նույն կետից կլիներ այն։ Իհարկե։ Ու նորից ռոք։ Անպայման, գիտեք ոնց սայմնա։ Ետ մարդը պիտի միշտ լինի ազնիվ, իրաննա թե ուրիշնա, այս ոչը իմնա, դրա համար ես մի հատ բոշեմ հայտնի մարդ կար է, կոմպոզիտոր, էլի իրաննը չմատի, չմուտիմ թե ոչը բանան, ինքը նկատակ մերա, ես ասացի դու գիտես ինչ իրանացնում եմ, ռոք երաշտությունը սա մեր ժամանակի կլասիկան է, չէ, երկու հետ համադային չեմ, ասում ոնց համադային չես, մեր ավանգարդը, չգիտեմ ինչ ասում, ավանգարդը ով ալեցում հիմա դաս մոտեց ետ կնրտեմ տեն նվագեմ ճարտեմ դաշտամուրում կասեմ հեսա, բանա, մի անգամ տեն տարեմ, ասում, բա դու լավ ավանգարդ երաշտում կարդ գրես, ասում գրելու բան չկա, իմ ուսանողները, որ սովորում են հարմոնիա, պալիֆոնիա, ես որ ցույց եմ տալիս ավանգարդ, ասում եմ, խեք սովորում ես, որովհետև ինչու ես անում ես, արդեն ռոք երաշտությունը կլասիկայի շատ կապված է, առանց կլասիկայի չէին ինձ ռոք երաշտությունը, դա ռոք էնցիկլոպեդիա, որ դուրս եկավ, այնտեղ անունները հայտնի խմբերի և այնտեղ Բախի արգանոտ կար, այդեն, Դի նշանակում որ Բախը ռոքային դեր, Բեթհովենը ռոքային են դրան, դրա համար եթե ռոքեցիներ մի ժամանակ ասեցին Բիթլզի նմարացած, նրանց տանեթերին երրորդ համաշխարհային պատերազմ, ճիշտ են ասել, որովհետև մարդիկ չէին իմանում ինչ լսել, և էդի մաքուր են չուներ նրանց համար։ Հիմա էլ երևի ամբողջ աշխարհային ռոքը փրկի։ Դե անպայման պիտի լինի, որովհետև մարդիկ պիտի հասկանան ինչ է կատարում, ուղեղը մի քիչ ճիշտ ուղղության մեջ աշխատի, այդ իր մեծ բան է։ Եվ եթե հիշում եք, հայտնի խմբերը նրանց պատերազմին դեն են բոլորը, իսկական խմբերի, տենց խումբ եթե դուրս գաք ասի ճիշտ եք անում, բան եք, նրանք մի անգամ բան կջներ են։ Так что это մեծ պոլիտիկայի մեջ շատ մեծ է։ Մեր հույսը մնաց ռոքը և… Անպայման, իհարկե։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Մենք զրուցում էինք Այաքս ռոք խմբի հիմնադիր Արթուր Միտինյանի հետ։